Ընտրությունների լուսաբանման գործընթացում մեդիայի դերը կարևոր է ոչ միայն հանրությանը տեղեկացնելու, այլև ընտրական գործընթացի թափանցիկությունն ու լեգիտիմությունն ապահովելու տեսանկյունից։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ու Եվրոպայի խորհուրդը խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում ծրագրի շրջանակում կազմակերպել էին համատեղ աշխատաժողով։ Ընտրությունները լուսաբանելու հայտ ներկայացրած տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների մասնակցությամբ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ առանց ընտրական ժողովրդավարության հնարավոր չէ խոսել լիարժեք ժողովրդավարության մասին, իսկ դրա կարևոր հենասյուներից մեկը ազատ մեդիան է։ Դասական ճշմարտությունն է, որ առանց էլեկտորալ դեմոկրատիայի ժողովրդավարություն չի լինում, իսկ ես համոզված եմ, որ էլեկտորալ դեմոկրատիայի հիմքերից մեկը, սյունակարերից դա ազատ մեդիան է։ Այսինքն մեդիան ընտրում է և բուն է դնում այնտեղ, որտեղ կա էլեկտորալ դեմոկրատիա, դա միանշանակ է, և մենք գոնե չենք կարող ասել, որ ազատ մամուլ և ազատ ընտրությունների համակարգ Հայաստանում չկա։ Հակոբյանի խոսքով հատկապես հեռարձակող մեդիան ընտրական գործընթացում կատարում է նաև հավաքական դիտորդի առաքելություն, լինելով ընտրատեղամասում, լուսաբանելով քարոզարշավը և հետևելով ձայների հաշվարկի ընթացքին, մեդիան ապահովում է գործընթացի թափանցիկությունը։ Լինելով ձայների հաշվարկման կենտրոններում, դուք ապահովում եք առաջինը թափանցիկությունը և երկրորդը դուք բոլորդ բարձրացնում եք ընտրությունների անցկացման լեգիտիմությունը, որտեղ ընտրությունների լեգիտիմությունը բարձրացում է նույնիսկ ամենաանդիմադիր, ամենադաժան քննադատությամբ մեդիան, որտեղ եթե կա այդպիսի մեդիան, ուրեմն ընտրությունները անցնում են բաց և թափանցիկ պայմաններում։ Քննարկման առանցքում եղել են նաև արհեստական բանականությամբ ստեղծված սինթետիկ բովանդակության և դիփֆեյքերի ռիսկերը։ Հակոբյանը նշել է, որ ոլորտում դեռ կան բաց հարցեր, նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, իսկ արդյունավետ վերահսկողության համար անհրաժեշտ են տեխնիկական նոր միջոցներ։ Մենք բախվում ենք շատ մեծ մարտահրավերի, դա արհեստական բանականությամբ ստեղծված սինթետիկ բովանդակությունն է ու դիփֆեյքերը, ամեն օր, ամեն ժամ դուք դա տեսնում եք, և որոշ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվել, որոնք դեռ մշակման կարիք ունեն, որոնց կարգերը մենք դեռ չենք ընդունել, որտեղ դա շատ բարդ է, մենք պետք է նաև ձեռք բերենք համապատասխան տեխնիկական միջոցներ և կառավարությունը մեզ աջակցելու է, խոստացել են։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։ Նա կարևորել է խոսքի և մամուլի ազատությունը, նաև տեղեկատվության հասանելիությունը, ընդգծելով, որ ընտրությունների ժամանակ քաղաքացին պետք է ունենա վստահելի տեղեկատվություն իր կարծիքն ու ընտրությունը ձևավորելու համար։ Ուրախ եմ մասնակցել այս կարևոր միջոցառմանը։ Տեղեկատվության հասանելիությունը, խոսքի և մամուլի ազատությունը ժողովրդավարական գործընթացների հիմքում են։ Քաղաքացին պետք է ունենա բավարար և հավաստի տեղեկատվություն իր կարծիքն ու ընտրությունը ձևավորելու համար։ Մեդիայի դերը հատկապես կարևոր է ընտրական գործընթացներում, քանի որ այն նպաստում է տեղեկացված ընտրությանը և հանրային վստահության ամրապնդմանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն էլ իր հերթին շեշտել է, որ ընտրությունները լուսաբանող լրագրողները պետք է ծանոթ լինեն ընտրական օրենսգրքին։ Նրա խոսքով իրավական նորմերը չուսումնասիրելը կարող են հանգեցնել սխալ գնահատականների։ Հովակիմյանը նաև ընդգծել է, որ խոսքի ազատությունը չի կարող վերածվել ամենաթողության։ Խոսքի ազատությունը ամենաթողություն չի։ Ոնց տարբերակել խոսքի ազատությունը և ամենաթողությունը շատ պարզ։ Երբ որ ձեր խոսքի ազատությունը սկսում է սահմանափակել դիմացինի ազատություն, դա այլևս խոսքի ազատություն չի։ Իսկ ոնց է դա արտացոլված օրենսդրության մեջ, դա կոնկրետ տեսալսողական մեդիայի մասին օրենքում դա այն կարգավորումն է, որ արգելում է վիրավորել, բռնաբարություն, բռնության կոչ անել եւ այլ։ Հասկանաք, այսինքն այս սահմանափակումները, որ դրված է, որ չի կարելի օգտագործել, դա հենց դա է, դա ամբողջ իմաստը, որպեսզի խոսքի ազատությունը չվերածվի ամենաթողության։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև քարոզչական նյութերի հեռարձակման կանոններին։ Նրա խոսքով մայիսի 4-ին ընդունված կարգը մշակվել է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ համատեղ և տեսալսողական մեդիային հնարավորություն է տալիս առաջնորդվելու հստակ չափանիշներով, հատկապես անթույլատրելի բովանդակություն պարունակող քարոզչական հոլովակների դեպքում։ Հովակիմյանը հիշեցրել է, որ քարոզչության ընթացքում պետք է պահպանվեն հավասար և ոչ խտրական պայմաններ։ Եթե մեդիան ծառայություն է մատուցում մեկ քաղաքական ուժի, ապա նույն պայմաններով պետք է պատրաստ լինի այն մատուցել նաև մյուսին։ Աշխատաժողովի ընթացքում ընդգծվել է, որ ընտրությունների որակյալ լուսաբանումը կախված է մեդիայի ազատությունից, մասնագիտական պատրաստվածությունից, իրավական գիտելիքներից և նոր տեխնոլոգիական ռիսկերին դիմակայելու կարողությունից։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։